Այս գեղեցիկ շենքի վրա այստեղ ներքևի մասում գրած է նոտար։ Ես իհարկե չգիտեմ դա գերմաներեն դա ինչի է նշանակում, որտեղ սա նոտարի գրասենյակ չէ, սա պարզապես շենքի վրա դաշվածքի պես փորագրված է, ինչ որ ուրիշ բան իմաստ ունի, բայց ակամայից ինչ հիշեցի, ուրեմն նոտարի ինստիտուտը որպես համակարգ, որպես ինստիտուտ Միացյալ Նահանգներում, ուրեմն նոտարի լիցենզիա հանելը չեմ կարծում շատ դժվար բան է, ով էր ցանկանում, նոտարի դիմում են, երևի մի գումար են ուղղում, նոտարի լիցենզիա են հանում, հիմնականում դեղատներն են դրանք, կամ ինչ-որ օֆիսներ, որոնք անում են մեքենաների ապահովագրություն, չգիտեմ, քսերոկոպիայի օֆիսներ, ասենք, ֆաքսի, այդպես հասարակ օֆիսներ։ Մարդիկ իրենց փաստաթղթերը տանում են, վճարում են ընդամենը $2, նոտարը հաստատում է փաստաթուղթը, որտեղ նոտարի գործունեությունը ինչու է կատարվում։ Ինքը հաստատում է, որ տվյալ անձը, այդ նույն մարդն է, ստուգելով այդ մարդու ուրեմն վարորդական իրավունքը կամ անձնագիրը կամ անձը հաստատող քարտը, նոտարը հաստատում է, որ այդ մարդը այդ փաստաթղթի մեջ գրված մարդն է եւ ստորագրում է այդ փաստաթուղթը իր ներկայությամբ։ $2 մտնելու դուրս գալը տևում է 3-ից 5 րոպե։ Այսինքն Հայաստանի պես այդ նոտար կոչված ինստիտուտին այդպիսի մի մեծ արժեք տրված չի, որ ինչ որ նոտարական գրասենյակներ լինեն ու նոտարները կոռուպցիոն սխեմա է։ Կոռուպցիոն սխեմա է գալիս է չգիտեմ որ ժամանակներից ու ոչ մի իշխանություն արդեն որի-որ իշխանությունն է փոխվում, իմ կարծիքով ոչինչ չի անում, որ դա ուղղի ֆիքս են այդ։ Նոտարին այնքան իշխանություն է տրված լիազորություն, որ նոտարը մի հատ դատավոր է, էլի։ Փողի օֆիս է, փողա տվե, եկել է նոտարական գրասենյակում գլխավոր նոտարին փողա տվե, աշխատանք են ընդունե, մի կաբինետ են տվե, նստած, այ գնացեք նոտարի կենտրոնական գրասենյակը, Բաղրամյան առաջին նրբանց, քշենք 14։ Առաջի հարգում նոտարական գրասենյակը, կտեսնեք թե որքան մեքենաներ են շարված նոտարական գրասենյակի մոտ, օրական քանի հաճախորդ է գալիս, հերթ են կանգնած, սենց խեղճ ու կրակ վիզները ծուր, ծանոթով, բանով, որ մտնենք, փողը թղթի տակից տանք, նոտարը ստորագրի վերցնենք, գնանք, գործարքանենք, տուն վաճառենք, տուն առնենք, ես չգիտեմ ինչ անենք։ Այսպես ձևական, ամեն բան սենց սուտի ձևականի մեջ է։ Իսկ եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում ցանկացած ինչ-որ մի հատ օֆիսում նոտարը կարող է նստած լինի, գրած լինի նոտարական ծառայություն, մարդիկ մոտենան $2 վճարեն, իրենց փաստաթուղթը հաստատեն, վերցնեն գնան։ Բա, էդ էլ ես չգիտեմ Սուզանավի ստեղծելու պատմություն չի, թե հայ չինովնիկները, բյուրոկրատները, նախարարները, վարչապետները, թաղապետերը, այդ Եվրոպաները, որ գնում են, այդ Բրուսելներում, այդ լավ հյուրանոցներում մնում են, լատե են խմում առավոտյան, իրանց համար ման են գալիս, այդ չեն տեսնում, որ դա որքան հասարակ պրիմիտիվ կառուցված մեխանիզմ է, բերեն ներդնեն Հայաստանում։ Երևի շատ բարդ է։ Հեսա կասեն Արմեն խորհուրդ տալը շատ հեշտ արի, եթե տենց արի դու էլ արա։ Դա այստեղ նայեք խանութ է, երևի սուպերմարկետ է կարծեմ, կարող այս պատանի վրա գրածել էր նոտարական ծառայություն, խաղալիքներ են վաճառում, բան են անում ու մտնեիր ընդեղ ասեիր, ով է նոտարական ծառայությունը, այստեղ որտեղ ասեն են 4-րդ կասան է, գնա այնտեղ նոտարական ծառայությունը կանեն։ Այդքան բան, ցանկության դեպքում ամեն բան կարելի է շատ հարցեր կարելի է լուծել։